Այսօր փորձել եմ քննարկել այս հարցը։ Ես sense եմ ձևակերպել, հայը սովից վախենում է, բայց զոհվելուց ոչ։ Դե հեռատեսությունը չկա առաջնային երկրորդականից տարբերելու, եւ դա է պատճառը, որ դարեդար գենոցիդից ազգ չի բացում։ Սկզբունքային հարց է, կրկնվում է նորից ու նորից։ Գերչից գրառումը բերեմ այդ մասին, որ Ռաֆին է մեջ վերում։ Ով կարող է օգնել մի ժողովրդի, որն ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը։ Սա իր եզրակացությունն է, պատմությունը ցույց է տալիս, որ Հայ Ջողջյանը ցավոք միշտ էլ տգետ ու աննամուս է եղել եւ գերազանցապես ինքն է եղել իր բոլոր դժբախտությունների, ողբերգությունների գլխավոր մեղավոր, թեկուզ շարունակ ուրիշներին է մեղադրել։ Այս սկզբունքային հարց է իրականում։ Մենք ես շրջանցում ենք մեզ հանճարեղ համարելով, բայց դե մեր դեմ կանգնած է այս հարցը։ Ինտերնետից եմ սա վերցրել, Հայաստանում ոչ թե ընտրություններ պետք է լինեն Facebook-ից, այլ գենետիկ թեստավորում, որ հասկանանք այս ազգի մեջ քանի տոկոսն է հայ մնացել։ Խելոք միտք կա, բայց հայի մասին չի խոսքը։ Հայի պրոբլեմը հայությունը չի, հայի պրոբլեմը մարդկությունն է։ Մենք մարդկային պատվանդանից ենք իջել, որովհետև սովը մեր աչքերը միշտ փակել է, առաջնային է դարելու։ Հիմա էլ ամբողջ այս ինչ որ տեղի ունենում միայն կարելի է բացատրել սովով։ Խելք չենք ունեցել մեր գործարանները պահելու, ամեն ինչ կործանեցինք սովետից հետո։ Հիմա հույսը մնացել է ծիրան պամիդոր վաճառելը, կանաչի երևի չեմ ան, միշտ տանում Մոսկվա։ Էդ էլ փակվեց։ Այս սովի հեռանկարը չգիտեմ, ինչ-որ մի պահի կբերի նրան, որ գիտակցեն, որ սա հետևում գենոցիդն է արդեն կանգնած, բայց դե ինձ թվում է չէ։ Որովհետև այս նույն պահին էս էլ իմ գրառումն է, վերև ես կարմիրի մեջ, քանի հոգու մոտ տեսա արդեն նույն բանը, որ Պուտինը ստիպում է, որ ընդդիմությունը մանդատները վերցնի։ Ես հասկանում եմ այս գրողները, որոնք այդպես բան են գրում, իրենց սովի խնդիրը կա, վախենում են, որ Նիկոլի մոտ իրենց աշխատանքը կորցնեն, եթե Նիկոլը չլինի, սովից են վախենում, սովից վախենալով պատրաստ են հայ ժողովրդին կոխելու գերեզման, ողջ թաղելու, որովհետև Պուտինը եթե ինքը արգելում է Հայաստանից որևէ բան Ռուսաստանում վաճառելը ու միաժամանակ ինքը ասում է մանդատները, իբր թե ասում է մանդատները վերցնեն, միայն խելագարը կարող է նման բան ասի։ Իհարկե Պուտինն էլ մի ուրույն սրիկայի մեկն է, բայց հələ որ այդ աշճանի չի, ինչքան հայերն են պատկերացնում, որ իրանք դեբիլ են, ու բազմապարամետրիկ է մեր այս սարսափելի վիճակը։ Այսօր հունիսի 14-ն է, այսօրվա գրառում եմ ես մեջտեղ բերել, ինտերնետում հանդիպեցի, պնդում են, որ Հայաստանում հաստատվում է բռնապետություն։ Նման բան ասելու համար ես ինչ իմանամ, արտակարգ է պետք լինել, որ Հայաստանում բռնապետությունը հաստատվել է 91 թվից, իսկ 18 թվին Նիկոլի գալով բռնապետություն չի, արդեն թուրքապետությունն է, որը ամեն օր ձեզ հոշոտում է։ Դա ժամանակի մեջ ձգված գենոցիդ է, թուրքը օրեկան ասենք թե մի 10 է բանտարկում, սպանում, մորթում, պատերազմահրահրում հազարների է սպանում, բայց դա չտեսնելու է ու ասել, որ հունիսի 14-ին Հայաստանում բռնապետություն է հաստատվում, չգիտեմ ինչա պետք լինել։ Դաժե այս ճիճուն արդեն խոսում մանդատների հարցով բան։ Հերթով սենց հայության մեջ որոշները խելքի են գալիս, բայց որոշները, ոչ բոլորը։ Դե դա բարդ հարց է, ոնց կարող է պատահի հայությունը մի անգամից խելքի գա։ Հիմա խոսեմ որոշ հենց խորքային հարցերի վերաբերյալ,
որը սկզբունքային է, բայց որը լուծում չունի մեր դեպքում։ Ես կարծում եմ, որ ներկա մարդը պետք է հստակ գիտելիք ու պատկերացում ունենա 4 տարբեր մակարդակների քաղաքագիտական սկզբունքային դրվածքների մասին։ Որոնք են դրանք։ Առաջին, համաշխարհային հարաբերությունների սկզբունքների մասին։ Երեք ես գլոբուսն էի ցույց տալ, այսօր հավաքել եմ գլոբուսը, կողքս չի որ նորից ցույց տամ։ Հայը պետքա պատկերացում ունենա, մարդը, նորմալ մարդը պետքա պատկերացում ունենա ամբողջ գլոբուսի մասին, ու Հայաստանի մասշտաբի մասին այդ գլոբուսի համեմատ ոնց են երկրները հարաբերվում, ինչ սկզբունքներով եւ այն գաղափար չունեն։ Իրանց պատկերացումներով Ամերիկան կարագա փրկի, որը գտնվում է այսինչ 10,000 կիլոմետր հեռու վրա, բայց 200 կիլոմետր հեռու եղող Ռուսաստանը, որն այստեղ մեծ համընկնող շահեր ունի, պետքա դուրս գա։ Երկրորդ, պետքա ուրեմն հարևան երկրների հետ հարաբերությունների սկզբունքների մասին խորը գիտելիքներ ունենա։ Աշխարհ, հարևան երկրներ։ Երրորդ, երկրի ներսում հաստատված արժեքային եւ կառավարման սկզբունքների մասին պետքա գաղափար ունենա։ Թե մենք ոնց ենք մեզ պահում, ոնց ենք մենք հարաբերվում իշխանության հետ, իշխանությունն ինչ է անում, մենք ինչ ենք անում, պարլամենտը ոնց է կազմվում, մի ժամանակ պրեզիդենտը ոնց էր ընտրվում։ Մենք որ իմանանք, ասենց կեղծիքներ չեն լինի մեր մոտ։ Չգիտենք ու չենք ասում մեզ այդ մասին, դե որովհետև մարդկանց մոտ տեսակետները գլխի վրա շուռ են եկած։ Օրինակ, մի քանի օր առաջ միջև ընտրությունները ինտերնետում հայտնվեցին գրառումներ, որտեղ հիմնականում ջահել աղջիկ էին, ազնվոր են գրում էին, որ այն բարեկամս ծանոթս հարևանս, որը քվեարկեց Նիկոլի օգտին, իմ համար այլևս գոյություն չունի։ Բայց դրան հակառակ կան նաև գրառումներ կարասին ինտերնետում հանդիպես, որ ես թքած ունեմ, բարեկամը իմ առաջնայինն է, ինչ կապ ունի, թե ինքը ոնց է քվեարկել։ Այսինքն առաջնայինն ու երկրորդականը միշտ խառնված են մեր մոտ։ Քանի այդ հարցերը իրար չեն զատվել, մենք ասք չենք կարողանա դառնանք, որովհետև մարդը, ոնց ասել եմ, հասարակական էակա, պետություն կազմելու համար որոշակի սկզբունքներ են պետք։ Եթե քո բարեկամը քո համար առաջնային է, պետություն չես ունենա երբեք։ Չորրորդը, իր անձնական շրջապատի հետ հարաբերվելու սկզբունքների մասին։ Եթե միայն սովի խնդիր է դրված, պարզ է ինքը մշտապես Նիկոլի ճորտն ալնելու, իշխանությունների ճորտն ալնելու, ամեն պահի պաշտպանելու է այդ պահի իշխանությունը, որը իրեն հարմար է, ասենք թե դպրոցում հավաքարար է աշխատում, ինքը վախենում է, որ իշխանությունը որ փոխվի, ինքը հավաքարարել չի կարող աշխատի, որովհետև իշխանությունը հավաքարարի մակարդակով բեջարում է համակարգ։ Ինքը ասում է չեմ թողի դու աշխատես, ես քեզ սովի կմատնեմ, կսպանեմ։ Ու այդ պարագայում մենք հեշտությամբ երեխեքին ուղարկում են հայերը զոհվելու, զոհվում տանում են մի հատ գերեզմանի քար են կաշում վրան, եթե դիակը գտնում են, եթե չէ ողբում են թե դիակն ուրա, դարեդար նույնը կրկնվում։ Չի հասկանում հայը, որ առաջնային իր մարդ լինելն է, արտադրելն է, աշխարհը հասկանալն է, արտադրանքի միջոցով աշխարհը շփվելը։ Եթե ինքը հասկանար այդքան բանը, կիմանար Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ միայն ռազմաստրատեգիական են, այլ նաև առևտրական։ Ու որ ինքը Նիկոլա պահում, որը Ռուսաստանի թշնամին է, դա հանգեցնելու է նրան, որ վաղը գազը չեք ստանալու, վաղը ամեն ինչն է 10 անգամ թանկանալու, ու դուք սովից եք մեռնելու, կներեք ինչ որ կոպիտ եմ ասում, բայց այդ ձեր ընտրությունն էր, որովհետև դուք ձեր բարեկամին գերադասեցիք սկզբունքայնությունից։ Սա լուծում չունի։ Ճշմարտություն չես գտնի այնտեղ, որտեղ մարդու թասիբը չկա, արժանապատվությունը չկա։ Դենց է։ Ինչ-որ առումներով նույնը կատարվում է նաև աշխարհում։ Իհարկե մենք աշխարհից կիլոմետրերով առաջ ենք գած, բայց աշխարհում էլ վատ process-ներ են կատարում, ուղղակի ուզում եմ ձեզ ծանոթացնեմ, սա էլ Մասկն է, Իլոն Մասկն է, որը արդեն տրիլիոնատեր է։ Տրիլիոնի կարգի ազգային համախառն եկամուտ շատ քիչ երկրներ ունեն, 5-6 երկիր երևի տրիլիոնից ավել ունենան, չեմ անում։ Որպես այդքան կարող է 10 երկիր չգիտեմ։ Բայց այս տղեն կատարյալ հանցագործ է, սա ճիվաղ է։ Իր
ամբողջ աշխատողները երևի 200,000 աշխատող կունենա, իր ամբողջ ֆիրման 3 տրիլիոն է, 1 տրիլիոն ջան է վերցրել։ Սրան հանգիստ կարելի է գյուլել։ Սա համաշխարհային Նիկոլա։ Ու ինքը ինչով է զբաղված, ինքը խելոք ինժեներներին աշխատացնելով absurdներով է զբաղված, բայց իր խորքային այն ինչ որ ինքը անում է, ինքը ամերիկյան ռազմական մեքենայի հիմնական կտորն է, իր արբանյակներով է վարում պատերազմ բոլոր երկրների դեմ, ներառյալ Ռուսաստանը, հետագայում նո Հայաստանի դեմ պատերազմ չի լինի, որովհետև ինչ պատերազմ, թուրքը գա փողոցներով յաթաղանով կմորթի, այդտեղ պրոբլեմ չկա։ Այս համաշխարհային մակարդակի սրիկայություններ, որպեսզի ես իմ կարծիքը ներկայացրեցի, հայության 99% կասես ինչա խոսում մասկի դեմ, մասկը աշխարհի ամենախելոք, ամենալավ բանն է։ Չէ, տենց չի, սխալ գիտեք, մասկը հանցագործ է, ճիվաղ է։ Այս էլ օրինակ գիտելիք հարևանի մասին, օրինակ այս Իրանի ֆիզիկական քարտեզն է, նո տեսեք էլի, երևի չէ, երբեք չեք տեսել, պատկերացրեք դե Զագրոսի լեռնաշղթան կա, ինչ ասեմ, հարթավայրը որտեղ է, անապատը որտեղ է, մեր հետ սահմանը որտեղ է։ Սա էլ գիտելիք է այդ մասին։ Սա էլ գիտելիք է աշխարհի մասին, այստեղ նկարած է Աֆրիկան։ Ուրեմն ձախ կողմ կանաչում աֆրիկյան երկրներն են 1980 թվականից, որտեղ մեկ շնչին ընկնող համախառն արտադրանքը Չինաստանից բարձր էր։ Աջ կողմում նույն Աֆրիկան է, որտեղ համախառն արտադրանքը Չինաստանից ցածր է։ Չինաստանը բոլորը անցել է, պատկերացնում եք։ Այս նկարին նայում եք, Չինաստանն եք հասկանում։ Գիտեք, որ սա բանը տեղի ունեցել 46 տարվա մեջ Չինաստանը բոլորից առաջ է ընկել։ Մի ուրիշ գրառում կարդամ ինտերնետից, որը կարևոր է։ Կինա գրողը Անժելա Չիկոգյոզյան լրիվ կարդամ, որքանով էլ անսպասելի լինի իմ հայտարարությունը, միևնույն է պետք է անեմ։ Ուրեմն այսպես։ Իմ ամենաբարձր գնահատականը Նիկոլ Փաշինյանի, որտեղ նա լինելով ամենանողկալի ստոր, սրիկա էակ, այնուամենայնիվ օգտագործելով բոլոր անընդունելի քայլերը, ամենաստորակարգ խոսքերը, ամենանողկալի հարձակումները, ամենասուտ խոստումները, օր ու գիշեր աշխատեց ու ջանք ու եռանդ թափեց, անմնացորդ առողջություն անգամ չխնայեց, կուլ տվեց կամ չտվեց իրեն ուղված բոլոր հայհոյանքները, մի ակնթարթ անգամ չընկրկեց ու հավատարիմ մնաց իր միսիային մեր հայրենիք քանդելու թշնամուն ու հետաքրքրված կողմերին տված խոստումների ու հանձնարարած հայագործան պարտականությունների իրագործմանը։ Արեց այս ամենը բոլորս աչքի առաջ տասնամյակներ չընկրկելով, հավատարիմ մնալով փողի դիմաց իր ամենաստոր գործերն անել։ Եթե ինձ տակ գետ մեկ անուն որևէ այլ գործիչի, որ այդքան նվիրված պայքարել է 100 հանուն իր հանձնարարության, շնորհակալ կլինեմ։ Շատերն իրենց կյանքը զոհեցին հանուն հայի, հայրենիքի ու արդարության, բայց ոչ ոք սրա նման անկոտրում չեղավ։ Դու Նիկոլ անեցկես մեր գլխինից, դու հայ, որ ելել ես պայքարի, գնա մինչև վերջ։ Այս արդեն երազակ։ Հիմա շատ հետաքրքիր է իր այս գրառման տակի արձագանքները։ Կանայք նորմալ են արտահայտվում, բայց տղամարդկանցից երկուսի բանն են բերել, գրառումն են բերել, որպեսզի պատկերացնեք ինչ է։ Սերժիկ Կոստանդյանը գրել է. Ալիևը մեջքին կանգնած է։ Ու Դավիթ Թելյանը գրել է Սերժիկը շատ է օգնում։ Գրառումն ինչի մասին է, սրանց ասածն ինչի մասին է։ Սա այն բևեռն է ցույց տալի մտածողը կան, որ Հայաստանում կա։ Ապրում ես, տղեկ, դու տղայր ասել է դրանց, ես չգիտեմ ով եք դուք, դուք անաս ունեք, կատարյալ անաս ունեք, Նիկոլա բնութագրը դուք Ալիև ու Սերժ եք բերե արանք, Ալիև որտեղ ելևաց, որ մեջքին կանգնած, ընտրություններին մարդկանց ստիպեց, գերի էր վերցրել, տարավ ընտրեցնել տվեց Նիկոլին, 35% հաստատ ընտրելա, չէ, ես 50-ի մասին չեմ խոսում, 30-35%-ի մասին եմ խոսում, Այս տղեկին ոչ մեկը ստիլա չի տալիս, կողքից չի ասում, արա դու անասուն, դու մեզ կերար, դուք մեզ կերակ անասուններ, դուք ճիվաղներ, դուք հասկացեք, դուք մարդ չեք, դուք տվար եք, ես իմ բանն է,
Եթե մարդկանց ըստ բնույթի ինչ-որ կերպ հնարավոր է դասակարգել, ապա գժերին անհնար է, ամեն գիժ անկրկնելի յուրովի գիժ է։ Հայաստանում տենց է։ Առնվազն 1 միլիոն գիժ կա, որոնք նստած են 2 միլիոնի, 1 միլիոնի մնացորդի գաղտնին ուտում են, հոշոտում են։ Գժերի դեմ ոչ մի խաղ չեք գցել։ Էս էլ ընկերոջս գրառումն է։ Ինքը ինչ է արել, բերել 21 թվի գրառումը։ Ասել է ոչ մի չի փոխվում։ 5 տարի անցավ ոչ մի եզրակացություն։ Շատ լավ համատություն էլի, բերել կարծացեք եթե տակ կամ մտեք իր այջնայ։ Ես էլ ես եմ ասում, եթե 2026-ին ապրում ես 2025-ի սկզբունքներով, ապա 1 տարի չես հետալ, նախնադար ես։ Հայաստանում ժամացույցը կանգնել է 4-րդ դարից։ Ոչ մի վարկյան առաջ չի գնացել այս ազգը։ Ես կարծացեք տարայլան էկրասնա։ Ես էլ ուրիշ ինտերնետից վերցրեցի։ Դիվաղին չեն ասում, չեն բացատրում, չեն խնդրում, առավել ևս չեն աղերսում, դիմացը չեն կռանում, ճիվաղին չեն դատում, ճիվաղից բացատրություն չեն պահանջում։ Նույնն է մանկուր թե ճիվաղ։ Ճիվաղին միայն սատկացնում են։ Հայերեն է գրած, սատկացնում են ռուսերեն է գրած, սատկացնում են անգլերեն է գրած։ Ես խոսեցի խոսքս շարքայիններին էր ուղղված, նույնիսկ լսողներին, որոնք ծանոթներն են։ Բայց իրականում խոսքս ուղղված էր հայ քաղաքական առաջնորդներին, որոնք ազգին կողեցին այս կեղտի մեջ։ Հիմա մի հատ լսեք էլի սրանք։ Լսեք էլի, որպես հայերեն ասած, լսեք։ Ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, այո, պատվել են հայոմ։ Դուք հասկանում եք, այս մարդը ես չգիտեմ ոնց է միլիարդատեր դարել։ 3 բառի մեջ լավ ենթադրենք սկզբի մասը ինչ-որ քուց խեմայի մեջ էր, վերջում ռուսներին խի կպար։ Անուղեղ ասես, դեբիլ ասես, դեգեներատ ասես, չեմ անում ինչ ասես։ Ու սա եկել էր ընտրություններ շահում։ Ես էլ ասել եմ իր օգտին քվեարկեք մտածելով, որ գոնե կարող է պատահի միլիարդատեր մի երկու բջիջ ունի ուղեղային, սա չունի։ Դեմքի ժպիտն էլ տեսակ խոսալու ժամանակ էմոցիա չկար, ժպիտ չկար։ Ժպիտ էր։ Խաղա արել տղեն։ Հիմա էլ մանդատ են երեք ուզում վերցնեն։ Ռոբն էլ ասում է, չէ, հայ, ես չեմ առաջինը, ինքը ոնց կանի, եթե ինքը որոշ վերցրեց, ես է կվերցնեմ։ Այսա վրա է ձեր հույսը։ Ես էլ միակ adekvat մարդկանցից եմ, միացնեմ իրեն լսեք։ Հիմա շատերը կասեն, բայց Նիկոլի թիմից էր, հա, մինչև 21 թիվը պետական ապարատում աշխատել է, գեներալ է եղել։ Հիմա խելքի է եկել, մարդը խոսում է, ասում է համավակվեք, ես կռվող եմ։ Լսեք իրան։ Գալի լսում է այդ աթորին, ժամանակը գալիս է չի ուզում այդ աթորությունը։ Քանի որ ինքն էլ ինչքան մնում է, խրվում է իր աթորի մեջ, բաներ է թողում, սենց ասեմ մարդին, եւ բազմանում է, դրա համերը շատ բարդ լինեն։ Ինչ անենք, սպասենք ձները, որ հասկանանք, որ սարելու է։ Պետք է փոխվի, երկիրը փոխվելու համար պետք է երկրի ղեկավարը փոխվի։ Ուրիշ տարբերակ չկա։ 8 տարի ինչ լավ եղել է, այդ գնացել են 30% ձեն են, դրանից ավելի չի եղել։ Ասֆալտը փռել երկու տեղ, ոգևորվել է։ Բայց շուկան են կորցնում։ Մենք Ռուսաստանի շուկան ենք կորցնում, դուք չեք հասկանում։ Շուկա կորցնելը ինչ է, դա ոչ թե մենակ ենա, որ ձեր ապրանք չեք կարող բերեք այս սահման։ Կգա ժամանակ, երբ որ սահմանը կարող է բացել, բայց ձեր ապրանքը միևնույն է շուկայում չկարողանա վաճառել։ Օրինակը, մեկը թելեք, գնացեք, ձեր պամիդորը վերցրեք, գնացեք Կոմիտասի շուկա, ասեք եկել եմ իմ պամիդորը ծախ։ Ձեզ կթողեն, պետք է չունի թողում։
Ձեզ կթողեն կասկածում են։ Չեմ ուզում ասել խի։ Նույնը երկրի շուկայում։ Շուկան կորցրիկ, որը 300 տարի մերն է եղել։ Տեսեք ինչ եմ ասում։ 300 տարի մի հատ անգրագետ թափթփուկ եկել է մեր շուկային կորցնում։ 300 տարվա շուկա։ Ասում եք եք Եվրոպայում ծաղիկ կծաղենք։ Ժորժան, ինձանից գործողություններ են ուզում։ Ես կարդում եմ այդ կոմենտները, ասում եմ գործեք, պարոն գեներալ։ Պատրաստ եմ գործել։ Բայց դրա համար ինձ ձեր ստորագրություններն ա պետք։ Մեր կուսակցության անդամները հիմա օպերայի մոտ ստորագրություն են հավաքում այս ընտրությունները անվավեր ճանաչելու համար։ Ինձ դա պետք է որպես հիմք, որ ես համոզված եմ, որ դուք խափնված եք, որ դուք հասկացել եք, որ դուք խափնված եք։ Հակառակ դեպքում ինչ, եթե ամեն քաղաքացի մտածի իր ղեկավարը սխալ է, պրոստը գնա մի բան անի, չնայած ես մասնագետ եմ, ես ինչ-որ մտածում եմ, այդպես էլ լինում է, ու լինելու է։ Ես էլ ասում, գնում ենք կողք անման։ Մեր 4 հարևանները արդեն մեր երկիրը նստած քարտեզի վրա կտրտում են տորտի նման, ու մենք ընդեղ չկանք, ու այդ տորտի ղեկավարը գերպետություններն են, կտրտելու ղեկավարն են կրում, լսեք ինձ, գնացեք ստորագրեք, որ ես կարողանամ անցնեմ գործողությունների ու ասել ես, ոչ թավշյա գործողություններ։ Շնորհակալություն։ Ոչ թավշյա, այս ինքը պատրաստա պայքարի հայտարարեց, դուք բանտարկեն չեն, բանտարկի չգիտեմ։ Բայց մարդը ասեց, չասեք, որ չի ասել։ Իր մի ասեք, սրիկայա, էսա, հենա, բռնեք իրա խոսքից, գնացեք։ Էց էլ կարդամ, ես գրարում միգուցե հետաքրքիր է։ Հարգելի Վլադիմիր Մարտիրոսյանն է գրել, հարգելի ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան եւ մյուս իրական ընդդիմադիր ուժեր։ Ընտրություններն ավարտվել են, նախընտրական տեխնոլոգիաները, PR մարտավարությունները, ընտրանքներն ու հաշվարկները, ռիսկերն ու ռազմավարական հաշվարկները եւ հատկապես սոցիոլոգիաները եւս սկսվել է քաղաքականությունը։ Այլևս քաղաքական օրհասական անհրաժեշտություն է, որ դուք ձևավորեք միասնական, կոնսոլիդացված, կուզեք հարթակ, կուզեք կոալիցիա, կուզեք բևեր, կուզեք փոխաջակցության դաշինք։ Սա ձեզ քաղաքական օդ ու ջրի պես է պետք, որ ձեր ընտրողների ձայնը, հետևաբար նաև կամքը վերածեք կոնսոլիդացված քաղաքական ձայնի եւ կամքի։ Ձեր ֆրագմենտացված առանձին հայտարարությունները, դիրքավորումները, դատապարտումները, զարմանքներն ու լայվերը եւ հատկապես արձանագրումները հենց ֆրագմենտացված քաղաքական ազդեցություն ունեն։ Հարգելիներ ձեզ առանձին մարշեցնում են եւ սահմանազատում, հետեւաբար մարշեցնում են նաեւ ձեր ստված ձայնը, կամքը եւ քաղաքական առաջադրանքը, որը շուրջ ես իմ քանի հազար մարդու ընտրության եւ վստահության արդյունք։ Պատկերացրեցիք ինչ ասում։ Ասում եմ միացեք, միացյալ որոշում կատարեք։ Ոչ թե Ռոբերտի պես թե ասի, ես սպասում եմ Սամվելն ինչ անի, Սամվելը տեսանք ով։ Հուհ մի բան էլ ցույց տամ։ Ես Իրանի քարտեզն էի ցույց տվել, հիմա էլ Թեհրանը ցույց տամ, որը արևմտյան էսկինն է, քայլում է ու ցույց է տալիս Թեհրանը։ This is insane. That is the world's largest shopping mall, and it's in Tehran, Iran. Oh my goodness me. All the wows. So this library is a public library, and it's considered the cultural heart of the Iran Mall, and it is 3,300 square meters, 17.5 meters high, and it has 70,000 books. And they have everything from culture to science to history to philosophy to ancient civilizations. And one thing I have really noticed already is Iranian people are really educated, and I think they take education really, really seriously. And this huge public library in the centre of our mall is pretty strong evidence of that. Новый кентрон мастер, да.
Within the Iran Mall, they also have a bazaar, which is basically nothing like the kind of bazaars I'm used to visiting in other countries. As you glide through, you'll see that it's been designed with an absolutely stunning mix of Persian and Islamic architecture. They even have spaces within this section of the mall where you can sit down and rest your weary wings. It's very much like the Golestan Palace in Tehran. They have all sorts of things for sale, from carpets and rugs to mugs and clothing, sweets and more. Another thing I noticed is how much they like to share and celebrate all the different cultures within Iran. I personally prefer to buy things directly from the people that make them in small shops. But as always, I believe there's space for everything. Walk around. Hello, genau. National TV Iran. National TV of Iran, amazing. With your competition, it's hard. It's a great just cracking on and Yeah. Ես մի քիչ թեմայից հեռու էր, կարող չի երևի։ Վերադառնամ ասելիքիս։ Սա հին գրառումը այս մի անգամ ցույց էի տվել, անցյալ տարվա։ Էշնել է ուզում անկախ ապրել Ջրեր Հարությունյանին, բայց գայլերը կուտեն։ Մենք այս պոզիցիայի մեջ ենք։ Ամբողջովին եւ լրիվ։ Ընտրություններին ընդդիմությունը չի պարտվել, ժողովուրդն է պարտվել, որովհետեւ ընդդիմություն գոյություն չունի։ Սա պետք է հաշվի նստել։ Գոյություն չունի։ Դեբիլներ են, դեգեներատներ են, որոնք ձեզ ամեն անգամ խախտում են, տանում են կործանման, տանում են գենոցիդի։ Ես իհարկե շատ sense խոսում եմ, բայց շատ ապշած եմ մեր մտավոր պոտենցիալի մասին, զրոյական պոտենցիալ ունի հայ ազգը։ Ամեն մեկին որ փողոցում հանդիպես, քեզ խափի հետ կանցի։ Բայց իր գիտելիքները ակադեմիական, իր պատկերացումներն աշխարհի մասին զրոյական են։ Սա մի կոմենտ էր մեկի գրառման տեսա, Արթուր Ռավոյան, չգիտեմ ով է։ Ասում եմ շարժումը պետք է սկսել, մանդատը մերն է նշանաբանով։ Շատ կարևոր բան ասել։ Մանդատը քունն է, այո, ժողովուրդ։ Դուք գնացել եք, քվեարկել եք, կապ չունի ում օգտին եք ձեր ընծենը տվել, բայց այդ մանդատը ձերն է։ Ձեր մանդատին տեր կանգնեք բոլորից, Նիկոլից, Ռոբերից, Սամվելներից, Դոդերից, բոլորից։ Դա ձեր իրավունքն է, ձեր ողջ մնալու իրավունքը ձերն է։ Պայքարեք ձեր բարեկամների դեմ, որոնք ձեր իրավունքը խլել են, ձեզ կործանման են տանում։ Մի լսեք նրանց, որոնք գերադասում են բարեկամին, այսպես ասած, շողոքորթելով։ Տեր կանգնեք ձեր մանդատներին, Նիկոլը չի կարող վերցնել իշխանությունը։ Ամբողջ օրը քաղաքում գոռացեք մանդատին, Նիկոլ դու շուն ես, դու ցրիկա ես, դու տականք ես։ Խնդրել էի, որ աման չամանով կնանեք դուրս գան փողոցներ։ Հասկացեք ռուսական շուկան եւ փակվել է ձեր առաջ եւ եթե ռուսական բազան ռուսները հանեն, իսկ դա շատ հնարավոր է, որովհետեւ ես Պուտինին դժվար եմ հասկանում, չեմ հասկանում։ Ինքն էլ է երևի դրածո կամ Ռուսաստանը ներքին շատ լուրջ խնդիրներ ունի, այն մի կլիպը որ ցույց տվեցի, ինքնաթիռների արտադրություններ Կազանում, ռուսները գործարանը, միակ իրանց հիմնական գործարանը ինքնաթիռների քաղաքացիական ինքնաթիռների արտադրության Կազանում են դրել, Թաթարայում։ Դա անելու համար պետք է ինչ-որ դեբիլ լինել։ Միգուցե հիմա Պուտինը վախենում է, որ եթե ինքը շատ սրի հարաբերություններ Թուրքիայի հետ ներսից Ռուսաստանը կործանվի, կարող է դա կա, բայց մյուս կողմից էլ ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ ինքը պրոստը ուղղակի սրիկայություն է անում։ Զելենսկու հարցերը լուծելու փոխարեն սլավոններին է ուղարկում սպանդի։ Բայց սա այսօրվա մեր հայության անելքն է։ Մանդատը մերն է նշանաբանով շարժում։ Մանդատին տեր կանգնեք, ձեր կյանքին տեր կանգնեք։ Սովը անպայման չի, որ գա չոքի ձեր դռանը ու դուք նոր գենոցիդվեք։ Իմացեք, սովը սպասվում է։ Աշակ Կարապետյանն էլ էր դա ասում։ Սովը սպասվում է, որովհետև ձեր վերջի հնարավորությունը վաճառքի, որևէ բան վաճառքի փակեսնիկ վրա։
Ինքը իր շքախմբով կփախնի Հայաստանից, եթե հանգարց ինչ-որ շատ վատանավիճակը, բայց եթե դուք ժամանակին տիրություն անեք ձեզ, վաղուց պետք է անեիք, 35 տարի առաջ պետք է անեիք, չեք արել։ Այսօր իմացեք, երեխա զոհելով չեք պրծնելու, փողոցներում ձեզ են մորթելու։ Այսօր էսքանը։